Բարի լույս սիրելիներ, այսօր միասին պիտի խոսենք ընտրության մասին։ Յուրաքանչյուր քրիստոնյա կյանքում միշտ պետք է ընտրություն կատարի, առավել ևս, երբ որ հարցը վերաբերում է հավատքին։ Հիմա ձեզ համար ընթերցեմ մի փոքրիկ հատված Ղուկաս ավետարանից, տեսնենք թե ինչպես է Հիսուս մեր առջև այդ ընտրությունը դնում։ Եվ նրա հետ շատ ժողովուրդ էր գնում, նա դարձավ եւ ասաց նրանց. Եթե մեկ ինձ մոտ գա եւ չնախընտրի ինձ իր հորից ու մորից, կնոջից ու որդիներից, եղբայրներից ու քույրերից, նույնիսկ իր անձից անգամ չի կարող իմ աշակերտը լինել, որովհետև ով որ չվերցնի իր խաչը եւ իմ հետևից չգա, չի կարող իմ աշակերտը լինել։ Եթե մեկը թերահավատորեն կարդա կամ անվստահությամբ մոտենա Հիսուսի այս խոսքերին, կկարծի, թե Հիսուս դեմ է, որ մարդը սիրի իր ծնողներին, իր զավակներին, իր հորն ու մորը եւ այսպես շարունակ շատ հարազատներ, ընկերներ ու բարեկամների։ Հիսուսի խոսքը չի վերաբերում նրանց չսիրել կամ ամեն պարագայի կյանքի չի վերաբերում այդ ընտրությունը, այլ մեկ անգամվա ընտրության մասին է խոսքը։ Օրինակ, երբ որ մեզ առջև կանգնեցնեն եւ ասեն պիտի ընտրես կամ քո պաշտոնը կամ Հիսուս Քրիստոսին, մարդը պետք է միանգամից այդ մեկ ընտրությունը կատարի Հիսուս Քրիստոսի օգտին, որովհետեւ գիտի, որ Հիսուս Քրիստոսը հավիտենական սերն է, հավիտենական ներկայությունն է եւ իր կյանքն է։ Այնինչ որ մենք պիտի ընտրենք այս աշխարհի մեջ, դրանք բոլորը ժամանակավոր են։ Մեր ծնողներն են մեզ հետ ժամանակով ապրում, մեր զավակներն են, մեր ընտանիքն են, յուրաքանչյուր մեկը մեր կյանքի որոշակի հատված է մեզ հետ գալիս։ Բայց մենք Հիսուս Քրիստոսը, որ մեր ամբողջ կյանքի ընթացքում մեզ հետ է, որովհետև մեզ իր աշակերտների միջոցով խոստացել է. ձեզ հետ եմ լինելու ձեր ամբողջ կյանքի ընթացքում մինչև աշխարհի վախճանը։ Այսինքն այս երկրավոր կյանքի ավարտը եւ դրանից հետո մինչև իր երկրորդ գալուստը Հիսուս մեզ հետ պիտի լինի։ Մեր որևէ ընկերը, բարեկամը, հարազատ, ընտանիքի որևէ անդամ չի կարող այսքան երկար մեզ հետ մնալ։ Այլ ընտրության հարց այստեղ է, թե դու ինչն ես ընտրում, ժամանակավորը թե հավիտենականը։ Երբ որ Հիսուս ասում է թող իր խաչը վերցնի գարի հետևից, մարդը իմ են տանջանք ու մահ են հասկանում այդ խաչի տակ։ Բայց Հիսուսի խաչը նախ եւ առաջ սիրո լուծն է, քաղցրությունը, համբերությունը, որ այս աշխարհի մեջ մարդը պետք է դրսևորի տարբերվելու համար։ Դրա համար ասում է շատերի սերը պիտի ցամաքի անօրենությունների, մեղքերի, թշնամությունների պատճառով, բայց ովքեր որ մինչև վերջ կհամբերեն, նրանք պիտի փրկվեն։ Խաչը այդ համբերությունն է սովորեցնում մարդուն, ով որ Հիսուսի համբերությամբ, Հիսուսի սիրով այս աշխարհի բոլոր անօրենությունների միջով կարողանում է անվնաս անցնել, չցավեցված, չվիրավորված հաղթահարել, նա կարող է Հիսուսի հետ լինել։ Ուրեմն այս ընտրության մասին է, որ մենք ամեն օր պիտի մտածենք, սիրելիներ։ Մենք Հիսուսին դավաճանում ենք, թե Հիսուսի հետ ենք։ Շատ հաճախ մարդիկ հակված են այս աշխարհային հոգսերի մեջ ապրել, այս աշխարհի նյութական կարողությունների մեջ ապրել եւ ընտրությունը կապված է այս աշխարհի հետ։ Դրա համար Հիսուս ասում է, որտեղ որ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սրտերը պիտի լինեն։ Եթե մենք կապված ենք այս աշխարհի հետ, մեր սիրտը այս աշխարհի համար է բաբախում, այս աշխարհի համար է ապրում։ Եթե մարդու համար իր գանձը դառնում է Հիսուս Քրիստոս, նշանակում է իր սիրտը Հիսուս Քրիստոսի համար է ամեն օր աշխատում։ Հիսուս Քրիստոսի համար է այս սիրտը կենդանի մնում, որպեսզի մարդը կարողանա Հիսուսի հետ կենդանի հաղորդակցության մեջ լինի։ Ուրեմն, երբ որ գա ընտրությունը, սիրելիներ, չվախենաք այդ մեկ ընտրությունը ճիշտ կատարելու։ Ընտրեք, որ մնում ենք Հիսուս Քրիստոսի հետ։ Եվ ինչպես սուրբերից մեկն է ասում, այսքան տարիներ ես ապրել եմ, Հիսուսից ոչ մի վատ բան չեմ տեսել, այլ հակառակը շատ բարի գործեր են իմ կյանքում տեղ ունեցել։ Դրա համար ես չեմ կարող դավաճանել իմ Տիրոջը, իմ Փրկչին եւ Աստծուն։ Ուրեմն թող Տերը ամեն օր ձեր կյանքի մեջ այդ ներկայությունն ունի ձեր ընտրության պատճառով, որտեղ ձեր ընտրությունից է կախված նաև ձեր կյանքի որակը, ձեր ընտրությունն է կախված ձեր գալիքը եւ այնտեղ որտեղ մենք պիտի հայտնվենք, այսօրվա մեր ընտրության հետևանքը պիտի լինի։